Պարոն Ալեքսանյան, հարցից վերաբերող մշտական հանձնաժողովներին և նախագահների թեկնածուներին, ես եթե ճիշտ հասկացած էր խոսքից, եթե ոչ հիշում եք, այսինքն որ դուք ասում եք ամեն ինչ որոշվելու է ազգային ժողովի դաշտում, նկատի ունեք, որ դուք նախորդ վարչությունում ընտրված թեկնածուներին բոլոր 12-ին ներկայացնելու եք հանձնաժողովների նախագահների թեկնածուներ, թեկնածուները ներկայացնելու, թե այլուհանդերձ ընդդիմության ներկայացուցիչների հետ կգաք համաձայնության և կբաշխեք, այսպես ասած, թե որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմությունից թե իշխանությունից։ Չէ, դուք ինձ չեք հիշում, թե նախորդ գումարման խորհրդարանում դա ոնց է տեղի ունեցել, իդեպ պատմության մեջ առաջին անգամ, որտեղ միջև այդ այո, պրակտիկա կար, որ պայմանավորվում էին քաղաքական ուժերը, ինչը իդեպ այդքան վատ բան չի, էլի, սա ինչ որ բանով չեմ ասում, արգահատանքով չեմ ասում, պրակտիկա կար, որ ուժերը պայմանավորվում, իսկ նախորդ գումարման ընթացքում Դոնթի բանաձևով, ինչպես առաջին երկու հանձնաժողովը ընտրում է քաղաքացիական պայմանագիրը։ Մեկ հանձնաժողով, հետո ընտրում է ուժեղ Հայաստանը, հետո էլի երկու հատ քաղաքացիական պայմանագիր ու հետո արդեն չեմ հիշում, թե կոնկրետ ոնց էր այդ թվաբանությունը, բանաձևը ոնց կա, այդ հերթականությամբ ընտրում են։ Հետո ամեն խմբակցություն իր ընտրած հանձնաժողովներով, որոնք որ ընտրել է, առաջադրում է հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Պայմանավորվածությունների ճանապարհով չեք։ Չէ, պայմանավորվածությունների ճանապարհով չենք գնացել եւ այդ չգնալու դեպքում էլ էլի շատ նորմալ քաղաքակիրթ process կա, էլի։ Հա, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ, ամենայն հավանականությամբ ամեն ինչ այդ հունով էլ գնալու է, պարոն Կիրակոսյան, խնդրեմ։ Եվ ներողություն ճշտողակ, այսինքն եթե իրենք ընտրեն, դուք ձեր թեկնածուներին այլևս չեք առաջադրի։ Չէ, եթե իրանք են ընտրում, էլ մենք չենք կարող առաջադրել, որտեղ Դոնթի բանաձևով դա արդեն իրենցն է։ Խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, խնդրեմ ասեք կոնկրետ որ թվականին եւ ինչ վիճակի շրջանակներում է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը իր անձնական խնդիրները լուծելու համար ներգրավել ԱԱԾ Ալֆա ջոկատում։ Պարոն Կիրակոսյան, ձեր հարցին պատասխանել չեմ կարող։ Չունեք տեղեկություն։ Չէ, չեմ կարող պատասխանել ձեր հարցին։ Չունեք տեղեկություն։ Ինչու չեք կարող։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, պարոն Կիրակոսյան։ Որովհետև այդ աստիճան մանրամասներին չեմ տիրապետում։ Ինչպես օրինակ չեմ տիրապետում ամենատարբեր մանրամասներ, հիշում եմ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին լրագրողներից մեկին առևանգել էին, ծեծել էին, էլի չեմ հիշում, թե կոնկրետ որ թվականին, որ ամսաթվին, օրվա որ ժամին դա տեղի ունեցել, չեմ հիշում այդ տարին նահանջեր թե չէ, բայց հիշում եմ հստակ, որ նման դեպքեր տեղի ունեցել։ Դա գալիս է ազգային ժողովի ամբիոնից այդ օրինակը ասում են, չպետք է արդեն դետալներն հա, հստակ եսեք, որտեղ հարցեր են հնչում, ձեզ ասում են որտեղից այդ ինֆորմացիան ձեզ։ Չէ, չեն հնչում նմանատիպ հարցեր կամ եթե հնչում են այդ հարցեր, դե ես էլ ասում եմ ձեզ, չէ, չեմ հիշում մանրամասները։ Ներկայացնեք առաջիկայում մանրամասները։ Չգիտեմ, կներկայացնեմ, թե չեմ ներկայացնեմ։ Դե գուցե այն մի դեպքն էլ չի եղել, գուցե Պողոս Պողոսյանն էլ չի սպանվել Զուգարանում, գուցե ազգային ժողովի բակում Լևոն Քոչարյանի օգնականի կողմից ձեր գործընկերն էլ չի ծեծվել, պարոն Կիրակոսյան։ Դե հիմա կներեք, բայց չէ, ընդհանուր գործողությունների պատեռնը Քոչարյան ընտանիքի որևիցե պետական պաշտոն զբաղեցրած ներկայացուցիչների այնպիսինն է, որ միանշանակ եղել է նման միջադեպ։ Բայց դուք չեք հիշում ոչ թվականը, ոչ իրադարձությունը, ոչ վայրը։ Ինչպես եւ նորից եմ ասում, չեմ Պողոս Պողոսյանի դեպքում դժվարացնել գիտենք։ Կներեք, անկեղծ որ ասեմ, Պողոս Պողոսյանի սպանության օրինակ ամիսն էլ չեմ հիշում։ Կներեք, խնդրեմ, այլ հարցեր։ Մեկ հարցն ամեն, քանի որ այսօր գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Қырғызստան, ԵԱՀ-ի միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու, դուք որևէ տեղեկություն ունեք Նիկոլ Փաշինյանը ի վերջո այդ նիստի ժամանակ ռուսական սահմանափակումների թեման բարձրաձայնելու եւ փորձելու այնակ Ռուսաստանի վարչապետի հետ մեր գյուղացիների արտահանման կապված այդ խնդիրները լուծել, երկեր գտնել այդ Կոնկրետ նիստի օրակարգի հետ կապված տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ միանշանակ ասել, որ կառավարությունը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն ամեն ջանք գործադրելու են այդ ուղղությամբ։ Ամփոփելով խորհրդարանական աշխատանքի մի քանի օրեր պարոն Ալեքսանյան, ձեր տպավորությամբ խորհրդարանական ընդդիմությունը այս խորհրդարանում ինչ խորհրդարանում է եկել։ Հաշվի առնենք այն մեսիջները, այն շեշտադրումները, որոնք գրվել են նրանց ելույթներում մարտի 1 եւ այլն։ Դե առնվազն առաջին օրվանից
Իսկ մենք փորձեցին հասկանալ, թե ինչ ազգություններ է մոտիկից տեսել Ռուբեն Ռուբինյանը, հետո արդեն ամեն ինչ կարծես մնացած օրերի համար կարծես ինչ որ առանձնահատուկ պլանավորում չունեին ու հիմա բաց նավարկության մեջ է ընդդիմությունը, առանձնապես չեմ հասկանում, թե ինչ օրակարգ են հետապնդում։ Բացի հիմնական իշխանական օրակարգը, որի մասին Ես չեմ կարծում այդ օրակարգի ուղղությամբ էլ ինչ որ առնվազն ոչինչ չեմ տեսնում, ես ձեզ որ անկեղծ ասեմ։ Ոչինչ չեմ տեսնում։ Չգիտեմ, բայց դուք իմ գնահատականն եմ ասում, ոչ մի բան այդ ուղղությամբ էլ առանձնապես չեմ տեսնում։ Այսքանը, շնորհակալություն, հարգելի գործ։